Միացյալ Նահանգների բոլոր վարչակարգերի հետ բավական սերտ հարաբերություններ եմ մշտապես պահպանել եւ շարունակում եմ շատ սերտորեն աշխատել տարբեր պետական եւ ոչ պետական գերատեսչությունների հետ, ովքեր այս կամ այն կերպ մեր տարածաշրջանի հետ ունեն հետաքրություններ եւ հեռանկարներ, հորիզոններ, իսկ գիտեք օգոստոսի 8-ից հետո այդ հետաքրությունը շատ ավելի ընդգրկուն եւ շատ ավելի մեծ ծավալով կարելի ասել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տարբեր գերատեսչությունների ուղղություններով ահռելի մեծացել է, ահռելի ծավալով մեծացել է եւ դրան իհարկե պետք է համարժեք արձագանք լինի նաեւ Հայաստանից դրան չպիտի արձագանքող լինի միայն իշխանությունը չափազանց կարևոր է որպեսզի մենք այս օրակարգի շուրջ լայն կոնսոլիդացիա կարողանանք ապահովել հասարակական եւ քաղաքական մյուս դերակատարների ներգրավմամբ եւս որպեսզի նաեւ ամերիկացիները տեսնեն որ իրապես արժանիորեն գնահատվում է այն աշխատանքը որ կատարվել է Միացյալ Նահանգների անմիջական ներգրավմամբ նաեւ որպես միջնորդ խաղաղության գործարքի եւ իհարկե այն երկկողմ պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից, որի մասին նաեւ դուք խոսեցիք եւ որոնք ավելի գործնական տեսք կստանան փոխնախագահ Վենսի այցելությամբ։ Գիտեք, առհասարակ մեր տարածաշրջան եւ մասնավորապես Հայաստան ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որ այցելել է երբևէ, դա եղել է պետքարտուղար Բեյքերը, Հիլարի Քլինտոնը, Մադլեն Օլբրայթը եւ դրանից բարձր պաշտոնյա չենք ունեցել։ Վրաստան այցելել է Միացյալ Նահանգների նախագահ, փոխնախագահ Փենսը, բայց առաջին անգամ Հայաստան այցելում է Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ դրա մասին առաջինը ավետում է նախագահ Թրամփը իր սոցիալական ուրեմն էջում եւ նշում է որ փաստորեն այցը լինելու է տարածաշրջանային, մի բան, որ նախապես պիտի լիներ բացառապես Հայաստան այցելության օրակարգով, շատ լավ է, որ տարածաշրջանային է լինելու, շատ լավ է, որ սա շարունակությունն է օգոստոսի 8-ի համաձայնությունների եւ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ Ջեյ Դի Վենսը նաեւ Բաքու այցելի, բայց իհարկե մենք հասկանում ենք, որ օրակարգով ամենածանրաբեռնված նա լինելու է Հայաստանում։ Եվ ամսի 6-ին նա կլինի Միլանում, այցելելու է ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, դրանից հետո արդեն ռեգիոնալ այցի շրջանակներում ամսի 9-ին կլինի Հայաստանում, կհանդիպի այս պահի դրությամբ հայտնի են 3 հանդիպումներ վարչապետի, ուրեմն նախագահի եւ արտգործնախարարի հետ, թեև չի բացառում, որ ուրեմն այլ ավելի այսպես շահագրգռված շրջանակներ ցանկանան հանդիպել եւ այդպիսի հանդիպման հնարավորություններ ստեղծվեն։ Մանրամասների մասով հատկապես կուզեմ ընդգծել Թրիպի վերաբերյալ գիտեք շրջանակային համաձայնություն ձևավորվեց հունվարի 13-ին Արադ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի միջև մենք արդեն գիտենք մոտավորապես եւ համամասնությունը եւ գիտենք թե ինչ խնդիրներ են լուծելու ամերիկացիները եւ Հայաստանից ինչ է պահանջվում եւ այս իմաստով կարծում եմ որ Վենսի այցելությամբ այդ կորպորացիան կստեղծվի հայ-ամերիկյան որը նաև կնշանակի, որ հիմնարկեքն է տրվում Թրիպի եւ դրանից հետո այլևս կարող են աշխատանքները մեկնարկել։ Ես կարող եմ նույնիսկ գաղտնիք բացահայտել ձեզ համար, որ ամերիկացիները մինչև վերջին պահը պնդում էին, որ թուրքերը գան եւ կառուցեն Թրիպը, որովհետև իրենք ունեն համապատասխան եւ մասնագիտական, եւ նյութատեխնիկական, եւ շինարարական, այսպես իրենց ստանդարտների կվալիֆիկացիան։ Հայաստանը դեմ էր դրան եւ ամերիկացիները հասկացան, որ դա նուրբ թեմա է եւ թուրքերը հատկապես այդ հատվածում
նրանց ներկայությունը կարող է նաև ներքաղաքական անհանգստություններ ստեղծել։ Մեր տարբերակը չինացիներն էին, որտեղ չինացիներն էլ ունեն տեխնիկական եւ մասնագիտական համապատասխան հմտությունները, ամերիկացիները դրան էլ էին դեմ։ Այդ դեպքում մենք պիտի ինչ-որ լուծում գտնեինք, որը երկու կողմերին էլ կբավարարեր։ Արաբական Էմիրատներից ընտրվեց այն մոտավորապես շինարարական կազմակերպությունների մի շարք տարբեր կազմակերպությունների համախումբ, որոնք ուրեմն այս ընկերության կողմից կվարձակալվեն եւ նրանք ուրեմն իրենց աշխատանքները կիրականացնեն ուրեմն Մեղրի այդ 43 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ամբողջ երկայնքով, որտեղ նախատեսված են ահռելի շինարարական աշխատանքներ, բացի շինարարական աշխատանքներից նաև կահավորման աշխատանքներ, որտեղ գիտեք համ ճանապարհներ պիտի կառուցվեն, համ երկաթուղի պիտի կառուցվի, համ էլ ուրեմն նավթամուղերի, գազամուղերի եւ մանրաթելային մալուխների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Իսկ սա ահռելի ուրեմն աշխատանք է ենթադրում եւ հարյուրավոր, հազարավոր մարդկանց ներգրավում այս ենթակառուցվածքների աշխատանքներում։ Երկրորդ ամենակարևոր ուղղությունը, որի մասին նաև Թրամփն է հիշատակում այս այցի առիթով, նշում է, որ ուրեմն միջուկային խաղաղ ռեակտորի կառուցման շուրջ համաձայնությունը վերջնականապես ուրեմն կկայացվի։ Գիտեք, անցյալ տարեվերջին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը խոստացել էր, որ Հայաստանը վերջապես կհայտարարի, որ թե որ երկրի հետ է պատրաստվում ուրեմն իրականացնել 2036 թվականին իր գործունեությունը դադարեցնող ուրեմն ատոմակայանից հետո, այո, նոր ատոմակայանը։ Եվ դա փաստորեն Միացյալ Նահանգներն է վերջնականապես ընտրվել է, մոտավորապես նաև ծավալներն են հայտնի, բայց ակնհայտորեն այն տեխնոլոգիան, որ Միացյալ Նահանգները մեզ հետ կկիսվի, դա մեզ թույլ է տալիս ոչ թե մեկ, այլ մի քանի ատոմային կայաններ ունենալ Հայաստանի տարածքում։ Գիտեք նաև, որ ատոմակայանները համարվում են մաքուր էներգիա, կանաչ էներգիա, որովհետև դրանք արտանետումներ չունեն, եւ հատկապես մոդուլային տեխնոլոգիան ատոմակայանների չունեն այն նույն ռիսկերը, որոնք որ ունի տուրբինային համակարգով կառուցված ուրեմն ատոմային կայանները։ Իսկ մեզ հավելյալ էլեկտրաէներգիայի աղբյուրներ են պետք։ Օրինակ, եթե մենք այս պահին ունենանք բավարար ծավալի էլեկտրաէներգիա եւ էներգիայի աղբյուր, մենք կարող ենք օրինակ ոչ թե պղնձի կոնցենտրատ արտահանել ինչպես անում ենք հիմա, այլ մի քանի անգամ ավել եկամուտ ստանալ հենց պղինձ կորզելով, իհարկե դրա համար նաև ծնծմբաթթու է անհրաժեշտ, որը անհրաժեշտ ծավալներով մենք կկարողանանք երկաթուղով արդեն բերել, այսինքն էապես կարող է այդ հատվածը, հատկապես հարավը, էապես տնտեսական ահռելի մեծ առաջընթաց ունենալ եւ թռիչքաձև ուրեմն աճ ապահովել։ Երրորդ ամենակարևոր համաձայնությունը, որ արդեն այսօր գետնի վրա շինարարական աշխատանքներ են տեղի ունենում Հրազդանի տարածաշրջանում Գագարին գյուղի այդ հատվածում, դա կիսահաղորդիչների այդ կլաստերն է, որը Միացյալ Նահանգներից փաստորեն համապատասխան կիսահաղորդիչներն են արտոնվել, որ դրանք տեղափոխվեն Հայաստան եւ համապատասխան դատաբազաները պետք է կենտրոնացվեն Հայաստանում եւ Հայաստանը մեծ հաշվով դառնում է տարածաշրջանային արհեստական բանականության շատ կարեւոր հանգույց, hub։ Միացյալ Նահանգների գնահատմամբ այս 3 ուղղություններով Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները թույլ կտան տևական երկարաժամկետ կտրվածքով հասնել խաղաղության, հասնել տնտեսական բարգավաճման, Հայաստանից կախվածությունները այնքան ավելացնել ամբողջ ռեգիոնի համար, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում Հայաստանի նկատմամբ
դառնա հարցակում սեփական կայունության եւ սեփական անվտանգության նկատմամբ։ Օրինակ կիսահաղորդիչների այս կլաստերը տարածաշրջանում միակն է եւ Միացյալ Նահանգները ընտրել է հենց Հայաստանում դրա կառուցումը, որպեսզի դրան ընդհանրապես Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն կարող է խաթարել սեփական երկրում արհեստական բանականության են ամբողջ համալիր աշխատանքները, որոնք որ կախված են նաև այն կենտրոնից եւ կենտրոններից, որոնք կառուցվելու են Հայաստանում։ Այս իմաստով եւ էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարները բոլոր երկրներ, մենք հիմա Իրան ենք ուղարկում SWAP համակարգով, վաղը դրա կարիքը ունենալու է հատկապես Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, որի հետ մենք արդեն անցյալ ունենք այդ իմաստով։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ կախվածություններ ստեղծի իրենից եւ մեզ մոտ գեներացվող էլեկտրաէներգիան մենք կարողանանք ուրեմն դրա ավելցուկը մեր հարևաններին ուրեմն մատակարարելով դա ավելացնենք մեր անվտանգության բարձիկները եւ անվտանգության մակարդակը։ Դա դուք գնահատում եք որպես անվտանգության բացառապես, ընդհանրապես էս այցը ինքնին անվտանգության նույն տրամաբանության մեջ է եւ որքան էլ մենք փորձում ենք տրիպը եւ հայ-ամերիկյան փոխգործակցությունը գնահատել որպես տնտեսական առավելապես համագործակցություն ամերիկացիների ցանկացած բռնած գործ անվտանգություն է ավելացնում ամերիկյան ցանկացած մի դրոշ դատարկ ուրեմն անվտանգություն է ավելացնում սա ռուսները չեն էլի որ հազարավոր զորքերով գան կանգնեն եւ դա օրինակ նույնիսկ Ադրբեջանի համար որևէ արժեք եւ որևէ կարեւորություն չներկայացնի այս իմաստով իհարկե նաև մենք որոշ ջղաձգումներ ենք տեսնում Ռուսաստանի կողմից, Իրանում որոշ անհանգստություններ եղան եւ դրանք կապված են բացառապես նաև Վենսի այցի հետ եւ նաև կարծում եմ որ հարվածը որ պիտի տեղի ունենար Իրանի ուղղությամբ մեծապես նաև ուշանում է եւ լավ է որ ընդհանրապես տեղի չունենա հենց Վենսի այցով պայմանավորված որտեղ ի վերջո ռեգիոնալ այց է եւ ցանկացած հարված կարող է ուրեմն նաեւ այո հումանիտար օրինակ խնդիրներ առաջացնել նաեւ Հայաստանում գիտեք Թուրքիան օրինակ բուֆերային տարածք է եւ գոտի է ստեղծել որպեսզի հոսք չլինի Իրանից դեպի Թուրքիա եւ հոսքերը ավտոմատ գալու են հենց մեր ուղղությամբ այսինքն մենք որևէ բուֆերային գոտի չենք նախատեսել եւ այդ ուղղությամբ ասեմ որ նույնիսկ դեսպանատները հատկապես արևմտյան իրենց քաղաքացիներին ուղղակի պահանջում են լքել Իրանի տարածքը Թուրքիայի եւ Հայաստանի տարածքով Այդ Թուրքիան եթե փակում է մեծ հաշվով Հայաստանը մնում է միակ ճանապարհը եւ սա իր հետ նաեւ մեծ խնդիրներ է ստեղծում եւ Հայաստանը պիտի այդ կարողությունները կարողանա ստեղծել Սա է հիմնականում առաջիկա օրերը լարված են լինելու արդեն հատուկ ծառայությունները Միացյալ Նահանգների Secret Service-ը դեռ դեկտեմբեր ամսից Հայաստանում են իրենք պատրաստում են անվտանգության ամբողջ միջոցառումները հույս ունեմ որ նախապես ծրագրված բոլոր օրակարգային հարցերը հնարավոր կլինի քննարկել եւ դրանց լուծում տալ եւ ի վերջո այս կարճ ժամանակահատվածում օգոստոսի 8-ից հետո գիտեք օգոստոսի 8-ին միայն հռչակագրեր են ընդունվել այս բոլոր ուղղություններով եւ շատերը թերահավատ էին ասում էին այդ հռչակագրերը շատ ենք տեսել ամերիկացիները այսպես Տրամպը այսպես դրանք երբեք կյանքի չեն կոչվելու տեսեք ինչ կարճ ժամանակում նաեւ ամերիկացիների հետևողականության շնորհիվ մի քանի անգամ արդեն աշխատանքային խմբերը հանդիպեցին նաև պետքարտուղարության արտգործնախարարների փոխարտգործնախարարների մակարդակով որպեսզի հնարավորինս արագ կարողանան կյանքի կոչել այն հռչակագրերը որոնք արդեն պայմանագրերի տեսք կստանան նաև փոխնախագահ Վենսի այս կարևոր եւ պատմական այցով